Պարոն Մխիթարյան, ինչ այսօր տեղի է ունենում, ինչպես կմեկնաբանեք, սա քաղաքական հետևում է ընդդիմադիր համայնքապետի թեկնածուի նկատմամբ։ Տեսեք, եթե այս ամեն ինչը տեղի ունենում քարոզարշավի մեջտեղում, երբ ընտրություններին մնացել է ընդամենը 10 օր, ու քեզ կանչում են Երևանի կենտրոնի քննչական 2024 թվականի մայիսի ճանապարհատրանսպորտային ինչ-որ մի ակտի հետ կապված, քաղաքական հետապնդում է թե չէ կմտնենք փաստաբանից հետ դուրս կգանք Երևան, բայց որ սա քաղաքական ուղղորդված ակցիա է, դա վստահաբար այդպես է։ Պարոն Մխիթարյան, ինչ եք արել, որ ինչ մեղք եք գործել, որ ձեզ բերել են։ Մխիթարյանին հենրիխ չկարողացան բերել տեղ ստադիոն խաղալու, ձեզ այլ Մխիթարյանի բերեցին կողքի քննչական փաստորեն։ Դե Մխիթարյաններից մեկը ամեն դեպքում ստադիոնի շրջակայքում գոնե պիտի լինի, էլի։ Տեսեք, ես մի բան ասեմ։ Առանց վարորդական իրավունքի վարել եք մեքենան։ Գերագույն գլխավոր քնձխը երբ եկել էր Գյումրի, լաչառաբարի հայտարարում էր, որ քարոզարշավին մասնակցում են թեկնածուներ, որոնք փորձում են պահել իրենց թալանած գույքը ինչ որ 300-350 միլիոն դոլարի։ Դե հիմա պարզվում է ես մի հատ ակտ կար, այդ ակտի համար եմ ինչ որ մտել, որը չգիտեմ էլ։ Ես չգիտեմ, հիմա մտնեմ տեսնեմ, էլի։ Իսկ այսինքն դուք առանց վարորդական իրավունքի Ես չգիտեմ ինչի համար են կանչել։ Բայց տիկին քննիչը որ ձեզ զանգել է, շփում եք իրար, չասաց ինչ որ ակտ ունեք։ Դե ասեց ակտ, բայց ինչ ակտ է, չգիտեմ ինչի մասին է խոսքը։ Օրինակ քննչական կոմիտեից պատասխանել են, նախ ասել են որ ձեզ չի ճանաչել քննիչը Արփինե Դավթյանը։ Բայց ասացին նաև որ ինչ որ վարչական իրավախախտումներ եսին որ հոդվածի հետ կապված դուք 6 ամիս զրկված եք եղել վարորդական իրավունքից եւ հետո վարել եք այդ զրկված վիճակում։ Ես զրկված եմ եղել 2023 թվականի դեկտեմբերի 22-ից մինչև 2024 թվականի հունիսի 22-ը, հունիսի 25-ին ստացել եմ իմ վարորդական իրավունքը հետ եւ վարում եմ մեքենան 11 ամիս։ Իսկ ինչ եք զրկվել, ինչ է եղել։ Շատ հայկական պատմություն, բալերս պրծել էր։ Ոչինչ, հեսա Ալեն Սիմոնյանը կավելացնի բալերը։ Դե բա շուտ ավելացներ։ Չհասցրել, հատուկ արեց որ Դե ամեն դեպքում կմտնենք կիմանանք, իմ համար ծիծաղելի է, որովհետեւ 11 ամիս էս ամեն ինչի մասին չխոսել ու կանչել հենց քարոզարշավի այն ժամանակահատվածում, երբ որ ընդամենը մի 10 օր է մնացել ու ասել որ չգիտես ում ես զանգում, առավել եւս եթե չգիտես ում ես զանգում, Ռուբեն ջանը ո՞րն է։ Դե ոնց որ չգիտեմ, չէ լավ կոռեկտ ինչ է ասել, բայց դուք էլ իր ջանով խոսեցիք։ Չէ, ես ջանով չեմ խոսում, որով դե անծանոթ կանանց հետ ջանով խոսեմ, ինչ իմանամ։ Հասկացա։ Իսկ Պաստորեն այդ որ տենց խոսում են նախկինների թալանից, բան, որ նախկինները գալիս են Գյումրու։ Ես մի ակտ եմ թալանչին դուք եք մենակ։ Մի ակտ եմ թալանը ես Պաստորեն։ Մի ակտ եմ թալանը 11 ամիս առաջ, հիմա կմտնենք կիմանանք։ Այդ ժամանակ էլ եք Range Rover-ով թե այն ժամանակ ուրիշ մեկ։ Հիմա կմտնենք կիմանանք, էլի։ Հիմա այդ որ ասում են Range Rover պիտի վերադարձնենք, ասում էի, չէ՞, իմ Range վերել եք որ վերադարձնենք։ Հատիկ առ հատիկի մեջ, հա։ Ձեր փաստաբան ունի ինչ որ բան ասելու։ Մեր փաստաբանս բարև ձեզ։ Համոզանք նախաքննությունը արեց վերջացրեց, բարև ձեզ։ Մի քիչ առաջ կգաք, շնորհակալ եմ։ Ինչու են մեղադրում գլխավոր մեղադրյալին։ Պարոն Մխիթարյանի մասին է խոսքը, չէ, այս պայդերությամբ չեն մեղադրում պարոն Մխիթարյանին, չէ։ Դեռ մեղադրում, չէ։ Կհասցնեն։ Ինֆորմացիա ունեք։ Ահա, բայց բավար բերել հասցնել։ Չէ, այս պահի դրությամբ ունենք մի իրավիճակ, որ պարոն Մխիթարյանին կանչել են ՎԿ-ի դատավորական կարգավիճակում հարցաքննության։ Ուղղակի ժամանակահատվածն է մեր համար մի քիչ, այսպես ասած, մեղմ ասած տարօրինակ ընտրված ու մի քիչ զուգադիպություններն են անհասկանալի, անկալելի։ Իմ միակ ինֆորմացիան ունեցած այն է, որ վարչական վարույթի հետ կապված կանչել են հարցաքննության պարոն Մխիթարյանին, զուտ վարչական վարույթի հետ կապված, որը իրականացվել է 2024 թվականի մայիսին, այսինքն գրեթե 1 տարի առաջ, էլի։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ պարոն Մխիթարյանը այս պահին զբաղված է բուն հենց նախընտրական քարոզչական գործունեությամբ, ընտրություններին էլ 10 օր մնացել, ինձ թվում է ժամանակը մի տեսակ տարօրինակ ընտրված, էլի, որը արդեն որոշակի մտածմունքների տեղիք է տալի ըստիս։ Մի քիչ ուշ չեն գլխի ընկել, որ այս մարդը։ Հենց այդ եմ ասում, էլի, հենց այդ եմ ասում։ Չգիտեմ, միգուցե կարող կանչել են որպես ՎԿ ինչ որ հարցի շուրջ, բայց փաստը մնում է փաստ, որ այս մարդը այս պահին կարող է զբաղվել քարոզչությամբ Գյումրիում, ինչպես օրինակի համար իր մյուս հակառակորդը, այսպես հիմնական հակառակորդը, այսպես ասած իշխանական թևի ներկայացուցիչ, անունը Սարիկը։ Հիմա պարոն Մխիթարյանն էլ
ըստ էության հանրության մոտ ընկալվում է որպես, այսպես ասած, հիմնական հակառակորդ գործող քաղաքական իշխանության ներկայացուցչին, ու այս հանգամանքը շատ տարօրինակ է, էլի իմ կարծիքով։ Ինչևէ բարձրանանք, հասկանանք ինչ է ուզում արած լինի նախաքննական մարմինը, ըստ այդմ ավելի լայնածավալ տեղեկատվություն կտանք ձեզ։ Պարոն Գալստյան, այդուհանդերձ եթե օրինակ իրենք ասեն, որ դուք վարել եք զրկված վարորդական իրավունքով, եթե ես ճիշտ գիտեմ, այդ օրենքը վարչականից բացի նաև որոշակի քրեական որոշակի կոմպոնենտների դեպքում քրեական մաքսիմալը որ ինչ կա որոշակի դեկեք առանց չգնանք բանական, այնտեղ տարբեր ձևաչափեր կան։ Առաջին անգամ չէ, ցմա ազատազրկում վստահ եմ դուք լավ գիտեք, որ նույնիսկ ազատազրկման տեսքով պատիժ նախատեսված չի, ինչքան ես գիտեմ, դե չէ, հուսով եմ այդ վիճակի չենք հասել, բայց ես միայն հուսով եմ, լիահույս եմ, այսպես ասած։ Բարձրանանք, հասկանանք, դե չէ, այդ վիճակը իմ կարծիքով չի լինի։ Միգուցե ինֆորմացիա ունեք չեք ասում։ Ես ընդհանրում եմ որ ուղղակի որ կարողացավ շրջանում ընդդիմադի տեխնացիային բերել հասցրել են։ Առնվազն խնդրահարույց է, պետք է բոլորս էլ համաձայնենք։ Բարձրանանք, հասկանանք։ Ես ներողություն խնդրեմ պարոն Գալստյանից, որովհետեւ դուք զբաղվելու բան ունենաք Ժողովուրդ ջան այս ընթացքում, մի հատ թարմ բաներից մեկը էլի Սարիկի հետ կապված, ուրեմն Մարտի 10-ին, սա ասեմ մտնենք մեզ։ Մարտի 10-ին Սարիկ Մինասյանը իր Facebook-յան էջում գրում է, որ Հյուսիս-հարավ ծրագրի Լանջիկ Գյումրի 27.5 կիլոմետր ճանապարհահատվածը մարտի 20-ին բացվելու է։ Այս իր էջում կգտնեք, էլի 27.5 կիլոմետրը։ Հետո երեք էլ գրում է, որ ինչպես արդեն նշել էի, նույնիսկ խոստացված ժամանակից մեկ օր շուտ Հյուսիս-հարավ ճանապարհի Լանջիկ Գյումրի հատվածը երկկողմանի բաց է արդեն։ Ու գրած է, տեսեք, ճանապարհային դեպաստանջում գրել է, որ բացվել է 23 կիլոմետրը։ Սարիկ 4.5 կիլոմետրը ինչ արեցիք, կերակ, հանձնիկ թուրքերին ինչ արեցիք, այսինքն այս աստիճանի շան գլոխը տեղյակ չի թե պոչը ինչով է զբաղված, մենք այսպիսի պետությունում ենք ապրում, հիմա մտնենք տեսնենք ինչ ակտի մասին է խոսքը։ Մի բան է, լավ չի, որ թեկուզ մի քիչ գուցե հանձնել են կամ չգիտեմ գրել են ինչ են արել 4.5-ը, բայց լավ չի, որ կրճատած բացել են, ամեն դեպքում որ նախկիների մուտքը օրինակ Գյումրի ավելի լավ է։ 4.5 կիլոմետրը ինչ է կարել, ինչ եղավ այդ ճամփի 4.5 կիլոմետրը, ակտ։